155-ամյա պատմություն ունի Գորիսի քրեակատարողական հիմնարկը 1870 թվականից ի վեր որպես բանտ գործող հինավուրց այս շենքում տարիներ ի վեր պահվել են ծանր հանցագործություններում մեղադրվող կամ խիստ պատիժ կրող անձինք։ Կալանավորների թվի մասին այստեղ չեն բարձրաձայնում, միայն հստակ է Գորիսի բանտում աշխատակիցների 10%-ը կանայք են, բոլորը երկարամյա աշխատանքային հարուստ անցյալով, սպայական բարձր կոչումներով։ Կարծում եմ, որ ճիշտ է կանանց ներգրավեն այս համակարգում ծառայության մեջ։ Տիկին Զարուհին Գորիսի քրեակատարողական է տեղափոխվել զինված ուժերի հոբ ստորաբաժանումում 3 տարվա ծառայությունից հետո։ Սոցիալ-հոգեբանական բաժնում էլ է աշխատել շփվել դատապարտյալների հետ։ Այս գործում թուլանալ չկա, ասում եմ։ Նամանավանդ եթե աշխատանքը վերաբերվում է դատապարտյալի հետ, դա պահանջում է ավելի զգոն, ավելի ռեալ մոտեցում։ Հանձնուկների բաժնի կին աշխատակիցներն են պատասխանատու բանտ մտնող դուրս եկող իրերի սննդի թույլատրելի եւ ոչ թույլատրելի լինելու համար։ Իրավիճակները տարբեր են լինում եւ ոչ միշտ հարթ ու հանգիստ ընթանում։ Կազմակերպում ենք եւ երկարատև տեսակցություններ եւ կարճատև տեսակցություններ, ըստ ասենք անսվա կատարվածքով, ըստ գրաֆիկով։ Կարևոր է քաղաքացիների կանանց ստուգումը։ Մենք ենք ստուգում։ Իրավիճակը ճիշտ գնահատել ու արագ լուծում գտնել Գորիսի բանտում սա ոսկե կանոն է։ Ամուր նյարդերն ու համբերատարությունը երկարամյա աշխատանքի նախապայմաններից են։ 26 տարվա փորձով արդարադատության կապիտան է Հերմինե Մանուչարյանը, անկախ բոլոր ժամանակների մարտահրավերներից գոհ է ընտրած մասնագիտությունից։ Մուտք, ելք, ամեն փաստաթուղթ ինչ կա մեր հիմնարկում, մեր միջոցով է իրականացվում եւ ժամանակին հասցնում ենք։ Մենակ մեր պայմանները մի քիչ ստեղ լավանա աշխատանքային։ Զինվորական դատախազությունից հետո Գորիսի քրեակատարողական տեղափոխվելը մեկ քայլ թվաց, տարբերություն առանձնապես չզգացվեց, երկու դեպքում էլ չափազանց պատասխանատու պետք է լինել, ասում է կապիտան Շահանե Շահզադյանը։ Համազգեստը փոխվեց, ճիշտ է մի քիչ ծանր տարա այդ կարգավիճակը, անցումային փուլը, բայց աշխատանքը եթե կատարում ես սիրով, ինչ թվում է չի խանգարի։ Ամուսինս ոստիկան է, մեր երեխաները սովոր են արդեն որ պետք է համազգեստով մենք տնից դուրս գայինք, ճիշտ է արդեն ես փոխվեցի, բայց ամուսինս էլ շատ ընդունում է իմ այս աշխատանքը։ Որ հարցնում են, ասում են Շահանեն, որ այս աշխատանքն է կատարում, ոնց ես ընդունում, ոնց ես հարմարվում, ասում եմ ես իրան այլ աշխատանքի չեմ կարա պատկերացնեմ, բանկային գործ կատարի։ Արդարադատության ոլորտում կանանց ներգրավվածությունը Գորիսի բանտում ողջունում են, չնայած որ այստեղ նրանք շատ քիչ տոկոս են կազմում։ Դժվար է ճանապարհը, բայց ավելի ու ավելի ես սկսում սիրել քո մասնագիտությունը, քո աշխատանքը, ծառայելը Հայաստանի Հանրապետությունում նամանավանդ Գորիս քրեակատարողական հիմնարկում, որը գտնվում է սահմանային գոտում, մեծ պատիվ է։ 16 տարի է արդեն օրական միջինում 15-ից 20 դատապարտյալների գանգատներ է լսում Գոհար Հովսեփյանը։ Մեծ մասը զարկերակային բարձր ճնշումով են, դինամիկ հսկողության տակ է պահում քրոնիկ հիվանդներին, դեղորայք տալիս, երբեմն էլ պարզապես լսում նրանց։ Հին խոսքը, ասում են սպիտակ խալաթավորին հարգում են, կանանց հարգում են։ Այստեղ մթնոլորտն էսպիսին է, իրանք էլ են մարդ։ Մենք չենք դիտարկում որպես կալանավորված անձ կամ դատապարտյալ, իրանք մարդ են, իմ համար ինքը պացիենտ է, դատապարտյալը մեր համար պացիենտ է, ու այստեղ վախենալու բան չկա, հա ինքը պատժի կրման համար նախատեսված ուղիչ հիմնարկ է, բայց վախենալու էլ ոչինչ չկա, կողքից անդրադարձ է կատարում, ինչպես եք աշխատում, ասենք քրեակատարողական հիմնարկում կին շփում ունենք ազատազրկված անձանց նման բան չկա, իրանք էլ են մարդիկ, լեզու գտնել ազատազրկված անձանց են, այո պետք է ունենաս շատ ուժեղ նյարդային համակարգ, լինես հոգեբան, լինես մարդ առաջին հերթին եւ համբերություն։ 2019 թվականից, երբ որ մենք առանձնացանք արդարադատության նախարարությունից եւ գտնվում ենք քրեակատարողական բժշկության պողակի ենթակայության ներքո, արդեն ունենք կին աշխատակիցներ։ 3 հոգի 19 թվականից, այսինքն դա բարելավում էր։ Տիկին Ռիտան էլ 17 տարի է արդեն սննդի հարցերով է զբաղվում Գորիսի բանտում, խցերում գտնվող անձանց բոլորի անունները, ինչպես նաև ուտելիքի հարցում նախասիրությունները գիտի։ Բոլորի հետ հոգեբանորեն եմ մոտենում, ամեն մեկը ոնց է, այդ ձևին իրանց մոտենում եմ ու հարցերը ինչ են ուտում, որն են ուզում, տենց։
Գուցե նաև առողջ մթնոլորտն է այստեղ աշխատող կանանց ստիպում շարունակել սկսած գործը, նվիրված լինել մասնագիտությանը եւ ինչ-ինչ հարցերում իրերին այլ տեսանկյունից նայել։